Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգուն Սրբո ամեն։ Մարդ արարածս առանց օրենքի չի գրնար ապրել, սիրելիներ։ Օրենքը մեզի հաստատուն կպահե եւ օրենքը մեզի ուղղություն կտա այս կյանքի մեջ։ Սակայն երբ օրենքը մարդեն վեր գտասվի, այն ադեն օրենքը վտանգավոր եւ թունավոր կլա մեզի համար։ Այսօրվա ավետարանը գխոսի այդպիսի դրվագիմը մասին։ Ինչպես գիտեք, փարիսեցիները կարծես ամեն դեր կհետևեին Հիսուսին, որպեսզի տեսնեն ինչ օրենք կխախտե Մովսիսական, որ իրեն ասենք, բռնեցինք քեզի, սխալ էր։ Եվ այսօր ալ շաբաթ օրը լալով փարիսեցիները կտեսնեն, թե ինչպես Հիսուսի աշակերտները գանցնին արդիմը մեջով եւ անոթի լալով քանի մցորենի հատիկ կփրցնեն եւ կսկսեն ուտել։ Եվ ճիշտ այդադեն հանդիմանաբար զայրույթով փարիսեցիները կմոտենան եւ կսեն դես աշակերտներդ ինչ կնեն։ Փամը, որ օրենքը գարկիլ է շաբաթ օրովնել։ Շաբաթ օր իրենց համար աշխատանքի օր չէր։ Շաբաթ օրը գրնային 1 կիլոմետր միայն քալել։ Շաբաթ օրը ջաշ չէին գրնար եփել։ Երևակայեցեք ոչ տա խստաշունչ էր իրենց կրոնքը։ Հիսուս ալ գսե, որ աս մարդիկ անոթի էին, չեք իշեր ինչպես Դավիթը, երբ որ անոթի էր եւ Սավուղեն կփախեր, եկավ տաճար եւ ասա, որ այդ տաճարի հացերը քահանային դվեք ինձի ուտենք, որտեղ զինվորները սպիտ մեռնին։ Չնայած որ օրենքը գարկել էր այդ տաճարի հացեր ուտել, տվավ քահանան եւ գերան եւ ադիգա իրենց համար օրենքը զանց առնել չէր։ Եվ նույն ձևով շաբաթ օրը գսե քահանաները կսրբաբղձեն շաբաթը, այսինքն կորս գնեն, որտեղ շաբաթ է տուն տաճար գերտաս, մեկի քեզի պիտի սպասարկե տաճարին մեջ, չէ, կորձը պիտի քալեցնե, բայց գսե ադիգա կորս չի համարվիր, իրենք շաբաթ օրը կորձով ալ շաբաթը կբահեն։ Ուրեմն շաբաթ օրը մարդու համար է եւ ոչ թե մարդը շաբաթվա համար։ Եվ դերը գավելցնե, ահա գսեմ ցեզի, որ տաճարեն ավելի մեծը գահոս, ես հոսեմ, որ մեծ եմ քան տաճարը։ Ուրեմն փարիսեցիները գուզեին ուղղել թադաբարդելով առանց սիրո եւ առանց հեզության։ Իսկ Սուրբ Հոգին մեզի գսորվեցնե, որ պետք է հեզությամբ եւ խոնարհությամբ Աստծո օրենքները հասկանանք։ Աստուծո օրենքները հասկանալու համար Սուրբ Հոգիի օգնությունը պետք ունենք։ Շատ ադեն մեր շատ օրենքներ գիտենք, բայց այդ օրենքներն ալ գիտնալով գուզենք անցնել այդ օրենքները, փամ մնել, որ օրենքեն զանց կառնի։ Միչեև Սուրբ Հոգին չգա մեզի ներսեն չսորվեցնե։ Եթե Սուրբ Հոգի օգնություն ունենանք, մենք չենք դառնար օրենքը գիծող, բայց կույր, այլ մեր սրտերը կբացվի։ Ադորամար առաքյալը գխոսի Սուրբ Հոգի բդուղներու մասին։ Եթե գուզենք գիտնալ մեր մեջը Սուրբ Հոգին լեցուն է, հետևյալը պիտի փնտրենք։ Սուրբ Հոգի բդուղներն են սերը, ուրախությունը, խաղաղությունը, համբերատարությունը, ազնվությունը, փարությունը, հավատարմությունը, հեզությունը եւ ժուժկալությունը։ Նայեցեք ոչ չափ կապված են իրարու հետ։ Եթե սեր ունենաս, բնականաբար ուրախություն կունենաս։ Եթե ուրախություն ունենաս, խաղաղություն կունենաս։ Եթե խաղաղություն ունենաս, համբերադար մեկը գլաս։ Եվ եթե համբերադար ես, ազնիվ ես, բարի ես, հավատարիմ ես, հեզ ես, այսինքն փափուկ ես մարդոց է, gentle, հա, եւ ժուժկալ ես, չափավոր ես ամեն ինչի մեջ։ Ուրեմն երբ ճունենք այս բդուղները, մեր սիրտը խստասիրտ եւ հանդիմանող է, գնայինք մեգումը սխալը գտնելու համար։ Գծու լեզու գունենանք, կթադաբարդենք, չարախոսենք, տեսար ինչ հրավ ես իրեն հարկեցի, ինք ինձի չհարկեց։ Իր աղջիկին հեռացայնեցի, շնորհավորեցի, հաշտիկը ինքը ինձի չշնորհավորեց։ Ավելի քեշը պիտի լա իրեն։ Մենք գունենանք աս հանդիմանանքը, չէ անգամ չեն կսեր, բայց մեր սրտի մեջ կբահենք ադիգա։ Ուրեմն ուրիշի սխալը փոխանակ հեզությամբ ուղղելու, ինչ կնենք, մարդոց թժող կդանենք մեր սրտերու մեջ եւ գսենք ավելի քեշը պիտի լա քեզի։ Անձը գտադենք այն աստիճան, որ ամենուն աչքին թշնամի գլա։ Գնմանի այդ UFC բոքսերները տեսած եք, ինչպես հագարագործը անգյուն գտնեն եւ գզարնեն, մինչեւ արյունը հոսի եւ մարդը մահամերձ լա։
նույնը մենք կնենք մեր սրտերու մեջ, երբ որ չենք ներեր կամ մարդոց կհանդիմանենք մեր եսը իգոն վրան բարդացրելով, քան թե Աստուծո դարձնելով։ Ուրեմն փամփասանքի, չարախոսության, սուդի հայրը Սատանան է, սիրելիներ։ Գսե Ավետարանը, երբ Սատանան սուտ խոսի, իր նկարակիրն է, որ ցույց կտա, քանի որ ստախոս մնե եւ սուդի հայրն է։ Այսինքն ամեն անգամ, երբ որ սուտ գխոսենք, հոր կորձը գնենք, Սատանայի կորձը գնենք, փամփասենք, իր կորձը գնենք, չարախոսենք, իր կորձը գնենք։ Իսկ հեզ բառը հայրենի մեջ կնշանակե մեկը, որ չի բարգանար, հա, meekness անգլերենով, հագարակ դիմացինի սխալը լալուն գիտակցաբար կնդրե չթադելու, այլ սիրելու եւ իր սիրով օրինակ լալու։ Որբեսի գրնանք ինգածը ուղել սիրելիներ, Քրիստոսի քաղցությունը մեզի պետք է, որը դերը ոչ թե միայն խոսքերով ըսավ, այլ գործերով ցծուց։ Քրիստոս իր վարմունքի մեջ քաղցր եւ հեզ, սիրով գուղեր եւ գշտկեր մարդոց։ Օրինակ, երբ որ իր արջևը բերեցին անարակ կինը գործի վրա բռնված, հա, եւ ասին, որ օրենքը խիստ կտադե, պետք է որ քարգոծենք, սպանենք ասանցը, թուն ինչ կսես։ Քրիստոս քաղցր հայացքով նայեցավ իրենց աչքերուն եւ ասավ, որ ցեզմե անմեղը թող առաջին քարը ներե։ Այդ սերը, որ ուներ Քրիստոս, աչքերեն մտավ մարդոց սիրտը, ցծուց իրենց մեղքերը եւ ամեն մարդ քարը ցկեց գնաց։ Ինքն ալ մոդեցավ գնոջը, ինքն ալ գիտեր, որ մեղավոր է կինը։ Ցերկը բռնեց, սավ ուր են քեզի հանդիմանողները։ Քնա, ես ալ չեմ հանդիմաներ, բայց այլևս մի մեղանչեր։ Հрьяաները գադեին մաքսավորները, հարկ հավաքողները, որ իրենց մեկ առնեին եւ հռոմեացիներին գուտային, բայց Քրիստոս գնաց եւ Զաքեոսի դունը մտավ, հետը ճաշ կերավ, բարիքի մասին խոսեցավ եւ Զաքեոսի սիրտը փոխվեցավ, ելավ ասավ դեր ունեցածից կես աղքատներուն պիտի տամ եւ դերը ասավ այս տունը այսօր փրկվեցավ, որտեւ ասիգա Աբրահամի զավակ է, այսինքն բժշկություն կդավ, խաղաղություն կդավ եւ սև կդավ։ Եվ դերը ինքը խաչի վրա ամենեն հեզն էր, անարդարորեն խաչեցին, քանքած չելավ իր բերնեն, այլ ինչը սավ խաչի վրա, դեր ներե իրենց, որտև չեն գիտեր ինչ կնեն։ Ադոր համար Մատթեոսի ավետարանի մեջ Քրիստոս կսե ինձ մեզ օրվեցեք, ամենքս ինձ մեզ օրվեցեք, որովհետև հեզ եմ եւ սրտով խոնար եմ, եւ դուք ձեր հոգեգան հանգստությունը պիտի գտնեք։ Մեկ հատ մտածենք աստողերու մասին, սիրներ։ Կսե ինձ մեզ օրվեցեք, հեզ եմ եւ խոնար, ադոր համար ունիմ հոգեգան հանգստություն։ Մենք եթե հեզ ենք եւ խոնար, մեր հոգին չի տագնապիր։ Թերևս հոգեպես հանգիստ չենք, որտեղ ուրիշները թադելու կորձի մեջ վարբեդ ենք, բայց մեր մեղքերը տեսնելու հետ չենք անդրադառնած։ Բրգված, զայրույթով, ագրաները սրած, ուրիշին թադելու պատրաստ կորս կաբրինք, կյանք կաբրինք, ասիգա social media-ին ալ գվերապերի by the way, հա, երբ որ գուզենք գրել, ասիգա սխալ է, անիգա ճիշտ է, միշտ հիշեցեք, միշտ կձախվի այն լուրը, որը քեզ ինձ մեր reaction կառնի, որը քեշ լուրն է։ Եվ երբ որ աս վիճակի մեջ կաբրինք սիրելիներ, ինքզինքից լավ չենք տեսներ։ Այսօր նյուրոլոգիստներն ալ գսեն, անցմը, որ հարադև գթադե, անցմը, որ հարադև գփամփասե եւ գչարախոսե, ինքզինքին լավ չի տեսներ, այսինքն իր կարողություններով վրա կգասկածի, միշտ վախ ունի մեջը, insecurity մը գա մեջը, որտեվ ինքը զինքին չի տեսներ։ Ադոր համար Հիսուս ինչը սա, կեղծավոր, նախ աչքիդ մեջի քերանը հանե, քերանը գիտեք ինչ է, հսկա ծառերն են, կսե աչքը քերան ունի, այսինքն ամեն բան փագեր է աչքը չես տեսներ, եւ որբեսի կարենաս հստակ տեսնել, աբա միայն եղբորդ աչքին շուղը գրնաս հանել։ Այսինքն գնմանի գույր մարդը գուզե ուրիշին առաջնորդել։ Դերը գսե որ քերանը կոծեր է, աչքդ մդեր է եւ շատ մեծ է եւ թեր տուն գուզես ուրիշի աչքին շուղը հանել։ Ուրեմն միջև մենք Քրիստոսի քաղցությունը չունենանք, չենք կրնար ուրիշներուն ուղղել սերն է, որտեվ սերն է, որ գուղե ամենքը։ Առանց հասկանալու եւ կհանդիմանենք Քրիստոսին չենք նմանիր։ Ուրեմն արդակինը շատ քիչ բան գսե մարդու մասին, միջև մենք ներքինը չտեսնենք։ Կպատմվի շատ քանքած սիրող մարդու մասին, որ
օրվա վերջին ամենեն վերջին մետրոն գառնե եւ հանգստությամբ դուն պիտի երթա երկար ճամփա է կսե գլուխս խաղաղ դուն երթամ իր փախտեն հաջորդ կանգարին մետրո գմտնե դղամարդը 3 զավակներով եւ զավակները գփորան գգանչեն գնեդեն իրարու վրա ասմարթը ճիղերը իր մեջը գուդեին զինքին ասինչ անգիրթեն ասինչ սերունդ է ասոր հայրնալ չի գրնար փամնել օրվա վերջը ամեն մարդ հոգնած չի դիմանար վերջը վերջո գմոդենա գսե բարոն կարծեմ զավակները անգիրթ են պետք է քիչ մի իրենց կարգի բերես չեն գիտեր ինքզինքին ինչպես պահեն մարդը ասան կարծես քունեն ելածը լա գսե որ այո հիվանդանոցեն գուկանք եւ իրենց մայրը մահացավ քասկեղեն իրականը ես ալ չեմ գիտեր ինքզինքիս ինչպես պահեմ նույնը իրենք են եւ մարդը իր ասած խոսքի պատճառով շատ գամճնա որ հանդիմանած է եւ գցկե մետրոն գերթա ոտքով դուն կհասնի Ադոր ամայր Բողոս Արաքյալ գսե եղբայրներ, եթե բադահի որ մեկը ովևէ հանցանքի վրա բռնվի, դուք որ Սուրբ Հոգիով գարաշնորհտի, դուք քրիստոնյաները որ ձեր մեջը գաբրի Սուրբ Հոգին, պետք է հեզությամբ, քնքշությամբ, խախսությամբ զայն ուղիղ ջամփու վրա բերեք, ոչ թե միայն տադեք, որովհետև եթե դուք Սուրբ Հոգին ունիք բդուղները ձեր կյանքի մեջ է, պետք է այդ բդուղները երևի ձեր գործերով։ Ամեն մարդ սխալական է, եթե դուք Սուրբ Հոգով գարաշնորհվիք, անցին սխալը հեզությամբ եւ ոչ թե գոշտությամբ պիտի շտեք, որտեղ միայն սերն է, որ կփոխի։ Կպատմեն Եգիպտոսի հայրերեն մեկումը մասին, որը վանահայր էր, հայր Գելասիոս, աղվոր անուն է, եթե զավակ պիտի ունենա կրնակ մտածել, Գելասիոս։ Ուրեմն երիտասարդ վանագանը գերթա վանահոր շատ սուղնոց կաշվե ավետարանը կգողնա եւ գտանի շուգա։ Վաճառականը երբ որ գնայի աս ավետանին գսե շատ գաղափար չունիմ, պետք է մեգումը հարցնեմ եւ գտանի վանք եւ վանահորը կհարցնե հայր Գելասիոսին։ Վանահայրը գիտե որ ասիգա իր քիրքն է եւ գիտե ով կողծեր է։ Վաճառականը գսե ինչ կսես, որ չափ կարժի։ Գսե ասիգա շատ արժեքավոր է, մինիմում $1000 պետք է դաս ասոր մասին։ Վաճառականը ետ կուկա երիտասարդ վանականին գսե հայսուրբը ասանք գսա գզարմանա գսե տուն հայսուրբին տարիր ուրիշ բան չհարցուց չսավ ուրդեղեն է ով բերավ քեզի չէ սավ բամը չսավ միայն սա որ շատ արժեքավոր է եւ մեծ կին պիտի առնեմ եւ կառնե քիրքը կդանի վանականը կուդա հայսուրբին ներողություն կխնդրե գսե քու ներողամտությամբ քու քաղցությամբ ավելի բան սորվեցուցիր ինձի քան այդ դրամով որ ես պիտի աշխատեի ուրեմն հեզությունը ներողամտությունը մեր կյանքը կփոխի թե ընկերային հարաբերություններում մեջ թե ընտանեկան հարաբերություններում մեջ երբ որ քաղցր խոսք կսենք կշինենք սիրելիներ մեկս մյուսին եւ երբ որ կհանդիմանենք հատկապես մեր սիրելիները որտեղ երբ որ մեր սիրելիները մեր շուրջն են սովորական կդառնա customer-ին հետ յուրին է այո thank you շնորհակալությունը սերը բայց մերիններու հետ դժվար է որովհետեւ մերինները միշտ մեզի հետ են բայց հոն է որ Բողոս Արաքյալը գսե սիրո առաջի պայմանը համբերությունն է քորոզությունը մեկ կողմ պիտի տնեք իրարու պիտի ծառայեք չլա որ ինքզինքի ձեր անձերը մեկը մյուսի վրա բարտադրեք ուրեմն նմանին Քրիստոսին սիրելիներ ներողամիտ եւ հեզը լանք իրարու հանդեպ Քրիստոսի սերը դառնա մեր մեծագույն օրենքը սրտի, որտեղ քարեղեն է մեր սիրտը։ Աստվածը ասավ ձեր սիրտերը քարեղենը պիտի հանեմ եւ մարմնեղեն սիրտ պիտի տնեմ, ուր որ իմ օրենքներս պետք է կրվի։ Երբ Քրիստոս հայտնվի, մեզի պիտի սե ես ողորմություն կփնտրեի, եւ ոչ թե զո, եւ ոչ թե այլ արարքներ, այլ ողորմություն կուտեմ, որտեղ ես եկա ներեցի, որբեսի ցուկալ իրարու ներելով եւ քաղցությամբ իմ զավակներս դառնաք, որովորտնյալ եք Հավիդյանս Հավիդենից ամեն